Ողջույն սիրելի հետևորդներ եւ մեզ լսող թանկագին հայրենակիցներ։ Այսօր ուզում ենք ձեզ հետ կիսվել մի պատմությամբ, որը թերևս ծանոթ կլինի շատերին։ Մինչ սկսելը, խնդրում ենք մեկնաբանություններում գրել, որտեղից եք մեզ հետևում՝ Հայաստանից, թե Սփյուռքի տարբեր անկյուններից, եւ ինչ եք կարծում այս թեմայի շուրջ։ Արդյոք ծնողական սերը կարող է երբեմն դառնալ կյանքի ճանապարհին խոչընդոտ։ Երևանյան սովորական մի առավոտ Արամի համար սկսվեց ոչ թե զարթուցիչի մեղմ ձայնից, այլ խոհանոցից լսվող սպասքի զնգոցից ու մոր, տիկին Անահիտի բարձր ձայնից։ Արամ, բալես, արթնացիր, նախաճաշը սառչում է, այսօր կարևոր օր է, չպետք է ուշանաս։ Արամը բացեց աչքերը, նայեց առաստաղին ու մի պահ զգաց, որ ժամանակը կանգ է առել։ Նա արդեն 30 տարեկան էր, ունել պատասխանատու աշխատանք բանկում, բայց իր սենյակը դեռ հիշեցնում էր պատանեկության տարիները, իսկ կյանքի ռիթմը դեռ թելադրվում էր մոր կողմից։ Տիկին Անահիտը խոհանոցում արդեն դասավորել էր ամեն ինչ։ Նա Արամի առջև դրեց թեյի բաժակը, հետո մի քանի վիտամինային հապ ու սկսեց իր ամենօրյա հրահանգավորումը։ Այսօր աշխատանքից հետո ուղիղ տուն ես գալիս։ Զանգել եմ մեր հեռու ազգականին տիկին Սեդային, նրա աղջիկը Մանեն վերադարձել է արտերկրից։ Շատ խելոք, դաստիարակված աղջիկ է, հենց քեզ համար։ Ես արդեն որոշել եմ, որ դուք պետք է ծանոթանաք ու շփսեք։ Արամը փորձեց առարկել, ասաց, որ երեկոյան ընկերների հետ պետք է ֆուտբոլ դիտի, բայց մոր հայացքն անմիջապես փոխվեց։ Այդ հայացքի մեջ կար ամեն ինչ՝ զոհաբերության պատմություն, միայնակ որդի մեծացնելու դժվարությունն ու այն լուռ հոգեբանական ճնշումը, որն Արամին միշտ ստիպում էր նահանջել։ Նա գիտեր, որ եթե հիմա ոչ ասի, մայրը կսկսի խոսել իր վատառողջ լինելուց կամ այն մասին, թե որքան անքուն գիշերներ է անցկացրել նրա օրորոցի մոտ։ Ամբողջ օրն աշխատավայրում Արամը մտախոհ էր։ Նա հիշում էր իր կյանքի բոլոր այն պահերը, երբ մայրը ավելի լավ գիտեր։ Նա գիտեր, թե որ դպրոցն է լավը։ Նա որոշեց, որ Արամը պետք է դառնա տնտեսագետ, այլ ոչ թե նկարիչ, ինչպես ինքն էր երազում։ Նույնիսկ տարիներ առաջ, երբ Արամը խենթի պես սիրահարված էր Լուսինեին, մայրը գտավ 1001 պատճառ այդ հարաբերությունները քանդելու համար։ Նա քեզ արժանի չէ, նրա ընտանիքը մերը չէ։ Ես քեզ համար ավելի լավին եմ ուզում, անդադար կրկնում էր նա։ Ու Արամը, սովոր լինելով հնազանդվել, կորցրեց իր սերը, իսկ հետո նաև սեփական ձայնը լսելու ունակությունը։ Երեկոյան տուն վերադառնալիս Արամը տեսավ, որ հյուրասենյակը վերածվել է տոնական սրահի։ Տիկին Անահիտը նոր սփռոց էր գցել, լցրել էր լավագույն քաղցրավենիքն ու մրգերը։ Նա տեսավ մորը, ով ոգևորված պատմում էր հայելու առաջ, թե ինչպես է դասավորելու Արամի ու Մանեի ապագան, սկսած հարսանիքի վայրից մինչև թորնիկների անունները։ Այդ պահին Արամի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Դա բարկություն չէր, այլ մի տեսակ սառը սթափություն։ Նա հասկացավ, որ եթե այսօր չկանգնեցնի այս ընթացքը, ապա իր կյանքը երբեք իրենը չի լինի, եւ ինքը կմնա որպես մոր կյանքի լրացում, այլ ոչ թե առանձին անհատ։ Նա մտավ հյուրասենյակ, բայց չնստեց պատրաստված սեղանի շուրջ։ Մայրիկ, ես չեմ ամուսնանալու Մանեի հետ։ Հանգիստ, բայց անսովոր վճռականությամբ ասաց Արամը։ Ես նույնիսկ չեմ մնալու այս երեկոյին, որովհետև ինձ հետ չես խորհրդակցել։ Տիկին Անահիտը քարացավ։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա սկսեց խոսել իր թույլ սրտից այն մասին, թե որքան անշնորհակալ է որդին իր ամբողջ նվիրումի դիմաց։ Բայց Արամն այս անգամ չփախցրեց հայացքը։ Նա մոտեցավ, նստեց մոր կողքին ու զգուշությամբ բռնեց նրա ձեռքերը։ Մամ, դու ինձ ամեն ինչ տվել ես՝ կրթություն, տուն, հոգատարություն, բայց մի կարևոր բան մոռացել ես տալ՝ ինքնուրույն սխալվելու իրավունքը։ Ես 30 տարեկան եմ, բայց դեռ չգիտեմ, ով եմ ես իրականում, առանց քո հրահանգների։ Ես սիրում եմ քեզ, բայց այսօրվանից ես եմ որոշելու իմ ամեն մի քայլը։ Ես վարձել եմ մի փոքր բնակարան ու վաղվանից տեղափոխվում եմ առանձին ապրելու։ Տանը տիրեց ծանր, գրեթե շնչահեղ ձանող լռություն։ Տիկին Անահիտը լաց եղավ, հետո բարկացավ, հետո նորից լռեց, չհավատալով, որ իր հնազանդ որդին կարող է նման քայլի դիմել։ Արամը դուրս եկավ պատշգամբ, նայեց երեկոյան Երևանի լույսերին։ Նա գիտեր, որ սա վերջը չէր, այլ միայն սկիզբը մի շատ բարդ ու նոր ճանապարհի, որտեղ նա պետք է սովորեր ապրել առանց մայրական հովանավորչության, սովորեր պատասխանատվություն կրել իր սխալների համար։ Նա հասկացավ մի կարևոր ճշմարտություն. ծնողական սերը երբեմն կարող է դառնալ ոսկե վանդակ, եթե ժամանակին չսովորես բացել դուռը։ Այդ գիշեր Արամն առաջին անգամ քնեց ոչ թե որպես մայրիկի բալիկ, այլ որպես մի տղամարդ, ով վերջապես վերցրել էր իր ճակատագրի ղեկը, սեփական ձեռքը։
Նա հավատում էր, որ ժամանակի ընթացքում մայրը կհասկանա ու կընդունի իրեն որպես հասուն անհատի, որովհետև իսկական սերը ոչ թե կառավարելն է, այլ վստահելն ու բաց թողնելը։ Սիրելի ընկերներ, իսկ դուք ինչ եք կարծում այս իրավիճակի մասին։ Ինչպես պետք է վարվեր Արամը։ Սպասում ենք ձեր կարծիքներին մեկնաբանություններում։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։